91 թվականից սկսած այս ժողովուրդը բազմաթիվ խոստումներ է լսել, բազմաթիվ լուսավոր ծրագրերի մասին է լսել, բազմաթիվ անգամներ ոգևորվել ու հետո հիասթափվել է, խոստումներ եթե լսում են, թվեր, մեխանիզմներ, նաև միջավայր, որում այդ թվերն ու մեխանիզմները պետք է գործարկվեն, արդեն կարելի է այդ ծրագրերին լուրջ վերաբերվել եւ խորամուխ լինել դրանց իրատեսական կամ ոչ իրատեսական լինելուն։ Բայց ուղղակի լոզունգային խոստումներին ես կոչ կանեմ մեր հասարակությանը չհավատալ։ Ծրագրի կատարողական, ֆորմալ, ձևական քվեարկությունները տեղի ունենու բան, մի կերպ անունը դնենք հաշվետվողականություն։ Բայց քաղաքական պատասխանատվությունը ընդհանրապես չի գործում։ Այս մարդը իրան հաշիվ չի տալի, որ դրանից հետո ինքը իրավունք չունի նույնիսկ առաջադրվելու։ Իրա վերընտրությունը ժողովրդավարության գահավիժումներ երկրում։ Չի կարող երկիրը ճակատագրական բացասական իմաստով շրջադարձ ունենալ բացասական իմաստով մի հատ պատերազմի պատճառով երկրի քաղաքական կյանքում բան չփոխվի։ Չպատերազմա, ոչ թե խաղաղությունա, դրանք շատ տարբեր բաներ են, բացարձակապես տարբեր բաներ են։ Չպատերազմը ըստ էության հրադադար է։ Չամրապնդված որևէ ինստիտուցիոնալ մեխանիզմով տվյալ դա պարագայում այդ հրադադարը բոնուս է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այսինքն նրա արտաքին հովանավորները կլինեն իրենք Բաքվում, թե եվրոպական ինչ-որ մայրաքաղաքներում իր համար կոմֆորտ են ստեղծում վերարտադրելու իր իշխանությունը։ Բայց մենք հրաժարվեցինք անկատար անվտանգության համակարգից, չստացանք անվտանգության երաշխիքները արևմուտքից, արդյունքում հայտնվեցինք թուրք-ադրբեջանական ակցիոնի մեջ։ Մենք ասում ենք երաշխավորված խաղաղության մոդել է պետք։ Մենք, որ ես ասում եմ, իրավունք ունեմ ներկայանալու առաջարկ Հայաստանին ԲՀԿ թիմի անունից, երբ որ դու ասում ես իմ ընդդիմությունը պատերազմի կուսակցությունն է, դու հաղթաթուղթ ես տալիս թշնամուն, տվյալ դեպքում Ալիևին։ Որտեղ մեր ներքաղաքական կյանքի ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն Ալիևը կարող է համարել ռևանշիզմի հաղթանակ ու միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ինչի՞ ես դու եվրոպական խորհրդանի ամբիոնից կանաչ լույս վառում ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար։ Հիմա էլ նոր օրակարգի ձև ենք թելադրման, ուրախ ավտոբուսը, այդ որը նման է խրախճանքի ժանտախտից առաջ։ Armenia Today խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Նախ կարևորագույն հարցերից մեկը այս քաղաքական պայքարում ընտրաշավի ժամանակ, այս ամիսները արդեն կարծես թե քարոզարշավը սկսվել է կամ որոշ ուժեր սկսում են, այս ամիսներին եւ այս պայքարի մեջ մեր հասարակ մեր համերկրացին, մենք բոլորս ինչպես տարբերակենք սուտը ճշմարտությունից։ Վստահ եմ, իհարկե դուք ձեր մեխանիզմը ունեք եւ ինչ խորհուրդ կտաք մեր հետևորդներին, ինչպես հասարակ քաղաքացին այս պայքարում սուտը ճշմարտությունից տարբերակի։ Տեսեք, Հայաստանի ընտրողը, քանի որ այս երկրում անկախ ընտրությունների որակից ընտրական ցիկլեր միշտ եղել են, այսինքն այնպես չի եղել, որ ընտրություններ չեղարկվեն, ինչ-որ իշխանության երկարաձգվի, կաբինետներում կայացված որոշումներով եւ այլն, կրկնում եմ, ընտրությունների որակը մեզ չի բավարարել, բայց միշտ ընտրություններ եղել են։ Հետևաբար 91 թվականից սկսած այս ժողովուրդը բազմաթիվ խոստումներ է լսել, բազմաթիվ լուսավոր ծրագրերի մասին է լսել, բազմաթիվ անգամներ ոգևորվել ու հետո հիասթափվել է, այսինքն ես վստահ եմ, որ հասարակությունը այդ իմունային ինդիկատորային չափանիշները ինքն էլ ունի։ Իհարկե, այստեղ ես խորհուրդ կտամ մեր ընտրողին չափելի խոստումներ պահանջել ընտրական միավորումներից։ Այլ ոչ թե լավ կապրեք, այլ չափելի ձևով, դա ինչպես է, դրա 5 տարում որևէ քաղաքական ուժ քանի տոկոսով ինչն է բարելավելու, աշխատավարձակյանքի որակա, կենսաթոշակա, հարկային քաղաքականություն մաքսային, սա չափելի խոստումներ եթե լսում են, թվեր, մեխանիզմներ, նաև միջավայր,
որում այդ թվերն ու մեխանիզմները պետք է գործարկվեն, արդեն կարելի է այդ ծրագրերին լուրջ վերաբերվել եւ խորամուխ լինել դրանց իրատեսական կամ ոչ իրատեսական լինելու։ Բայց ուղակի լոզունգային խոստումներին ես կոչ կանեմ մեր հասարակությանը չհավատալ։ Սա ձեր խորհուրդն է, բայց այդուամենայնիվ մեր իրողությունները այլ բան են հուշում։ Մարդիկ դարձյալ շարունակում են հավատալ ձեր ասած լոզունգներին, անգամ ծրագրերին մարդկանց քաղաքական ուժերի կամ անհատների ավելի շատ անհատներին են նայում, թե որ քաղաքական ուժը ով է ղեկավարում եւ ում են, եթե նախկինում տեսնում էին որպես նախագահ, այս պահին իհարկե 2018-ից այս կողմ տեսնում են, թե ում պետք է ընտրեն վարչապետ։ Անհատներով են կողմնորոշվում։ Այդ անհատները ձեր ասած լոզունգային տրամաբանությամբ շարունակում են։ Բայց նաեւ երկրորդ ենթահարցը այդ հետադարձ կապը ինչպես պիտի լինի, այսինքն 5 ընտրվելուց առաջ մարդիկ դարձյալ իրենց ձեր ասած չափելի խոստումները տան, իրենց ծրագրերը ներկայացնեն, հետադարձ կապ, այսինքն 5 տարի անց գնահատական լսեն քաղաքացիներից։ Երկու շատ կարևոր բան եք ասում։ Առաջինը առաջնորդների ֆակտորը կամ անձնավորված ընկալումը քաղաքականության, դա ես չեմ հերկի։ Դա ընդ որում ոչ միայն հայկական երևույթ է, իմ աշխարհում բավականին տրենդային է, նայել այս ցուցակ ով է ղեկավարում։ Մեծ հաշվով Թրամփի ֆենոմենն էլ է դրա ծնունդ, բազմաթիվ այլ երևույթներ էլ կան։ Հայաստանյան քաղաքականության մեջ միշտ այդպես է եղել, որտեղ մենք ընտրել ենք ղեկավար, ոչ թե ազգային ժողով, ընտրել ենք նախագահ, ոչ թե քաղաքական թիմի ղեկավար որպես, այսօր էլ համաձայն եմ, չնայած խորհրդարանական համակարգը պիտի լրիվ այլ բանի նպաստեր, այլ միտման, կոլեկտիվ ղեկավարման կամ քաղաքական պատասխանատվության այլ դրսևորումների, բայց մենք գիտենք, որ այնուամենայնիվ նայում են ցուցակի առաջին համարներին, մաքսիմում առաջի 10 համարին, այսինքն այն մարդկանց, ովքեր կարող են ապագա իշխանության կորիզը լինել կամ բայց այնուամենայնիվ սրա մեջ շատ դրական բան չտեսնելով հանդերձ շատ բացասական բաներ չեմ տեսնում, ի վերջո որևէ ծրագիր չափելության արդյունավետության գործոններից մեկը որևէ ծրագրի հետ է, որ նայես ինչ թիմ ու ինչ առաջնորդ է այդ մասին խոսում։ Ի վերջո, եթե ընդհանրապես կենսագրություն կամ ձեռագիր չունեցող ինչ-որ թիմ է բան խոստանում, այդտեղ շատ զգուշավոր պիտի լինես, որտեղ իրանց կենսագործունեության մեջ չես տեսել։ Օրինակ տեսեք, երբ որ օրինակ բերեմ, երբ որ մի հատ անհայտ քաղաքական կենսագրություն չունեցող քաղաքական միավոր աշխատատեղերի մասին խոսում։ Այստեղ քաղաքացին իրավունք ունի շատ խորը կասկածել։ Բայց եթե մարդիկ են, որոնք, ասենք, բիզնես հաջողություններ են գրանցել եւ պրակտիկորեն ապացուցել են, որ արժեք եւ արդյունք են կարողանում ստեղծել, այս պարագայում գուցե 100%-ով պետք չի իրանց ասածը հալաջյուղ ընդունել, բայց առնվազն իրանց ծրագրի իրատեսականությունը կարելի է ստուգել, որտեղ այդ մարդիկ հաստատ ինչ-որ հաշվարկների վրա են խոստումներ տալիս։ Եվ երկրորդ շերտը ձեր շատ ավելի լուրջ բան է, հարցի երկրորդ շերտը շատ ավելի լուրջ բան է վերաբերվում քաղաքական պատասխանատվության ինստիտուտին։ Գիտեք, դեմոկրատիան ունի 3 կարևոր հատկանիշ, այսինքն ավելի շատ ունի, բայց 3 հիմնական հատկանիշ ունի. ընտրությունների ինստիտուտ, հաշվետվողականություն եւ քաղաքական պատասխանատվություն։ Մեր մոտ լավ կամ վատ միայն ընտրությունների ինստիտուտն է գործում, այսինքն էլի թերություններով, բայց այնուամենայնիվ ինչ-որ գործում, այ հաշվետվողականության հետ, այն ինչ-որ դուք եք հարցնում։ Երևի օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն կա։ Օրինակ Գերմանիայում շատ խիստ է ծրագրի կատարողականների քննարկումները տարեկան կտրվածքով։ Եթե կառավարությունը գալիս է զեկուցում եւ պարզվում է, որ հնգամյա ծրագրի առաջի տարվա արդյունքները շատ մեծ չափով դերակատարվել են, սա կարող է անդրադառնալ քաղաքական իրավիճակի փոփոխությանը կամ ստատուս քվոյի փոփոխությանը։ Այստեղ եւ օրենսդրական մեխանիզմներ է պետք եւ քաղաքական մշակույթի ձևավորում, քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ընդհանրապես Հայաստանում չի գործում։ Այդ հաշվետվողականությունը ֆորմալ, ձևական ինչ-որ չէ,
տարվա սկզբին գալիս են նախորդ տարվա բյուջեի կատարողական են զեկուցում, հետո ծրագրի կատարողական, ֆորմալ ձևական քվեարկությունները տեղի ունենում բան, մի կերպ անունը դնենք հաշվետվողականություն։ Բայց քաղաքական պատասխանատվություն ընդհանրապես չի գործում։ Տեսեք, օրինակ 2018 թվականին մարդը ինչ-որ ծրագրով կամ ինչ-որ կարգախոսներով, հիմա չխորանանք բովանդակության մեջ, ձևավորել է հետհեղափոխական իշխանություն։ Վարած քաղաքականության արդյունքում ստացել ենք պատերազմ, պարտություն եւ այլն, եկել է 2021 թիվը, մարդը ընդհանրապես քաղաքական պատասխանատվության ինստիտուտը այս մարդուն քաղաքական պատասխանատվության ինստիտուտը շրջանցում է։ Քնես մարդ իրան հաշիվ չի տալի, որ դրանից հետո ինք իրավունք չունի նույնիսկ առաջադրվելու։ Իրա վերընտրությունը ժողովրդավարության գահավիժումներ երկրում։ Եթե նույնիսկ ընտրությունների ընթացքում մեծ խախտումներ չեղան, որտեվ կրկնում եմ, ընտրությունը միայն այդ քվեարկության օրը չի, էլի, կամ ժողովրդավարությունը շատ տարողունակ բան է։ Առանց քաղաքական պատասխանատվության դեմոկրատիա չի լինում։ Հիմա էլի ասենք 2026 թվի ընտրություններին առաջ նույն քաղաքական ուժը կարծես թե 100%-ով կատարել է իր 2021 թվականի ծրագիր, հիմա խոսում է 65% քվե ստանալու ցանկության կամ նույնիսկ ցանկության լեզվով վստահության մասին է։ Բայց այդ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը վերաբերում է նաև խորհրդարանական ընդդիմությանը։ Տեսեք, օրինակ մենք ունենք երկու ֆրակցիա, այնպես չլինի, որ միայն իշխանության մասին եմ խոսում, ունենք երկու ֆրակցիա ընդդիմադիր, որոնք խորհրդարան են մտել բացառապես մեկ նպատակով։ Իրանց ոչ տնտեսական ծրագիրն է նայ հասարակությունը, լավ այն հատվածը, որ իրանց ձայնը տվել, ոչ տնտեսական ծրագիրն է նայ, ոչ անվտանգային ծրագիրն է նայ, բացարձակապես։ Իրենց մանդատ են տվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Այդ ձախողել են։ Բայց էլի տեսնում ես նույն համարյա իրանցից մեկը, այդ ընդդիմադիր ֆրակցիաներից մեկը համարյա ոչինչ չփոխելով էլի հավակնում է առնվազն վերարտադրության։ Այսինքն այս քաղաքական պատասխանատվության ինստիտուտը միջև մեզանում չլինի, օրինակ դուք հաստատապես նկատած կլինեք էլի, որ արևմտյան դեմոկրատիաներում նույնիսկ մի հատ աննշան սկանդալի պատճառով մարդը ընդհանրապես վեշ-մեշ շոկը հավաքում է քաղաքականությունից այնպես է հեռանում, որ շատ երկար ժամանակ իրա մասին բան չենք լսում։ Նույնիսկ կոռուպցիոն ինչ որ գործընթացի մասին չի, նեղընտանեկան հարցը։ Օրինակ, եթե հիմա անուններ ես չեմ հիշի, բայց ես հիշում եմ Ջոնսոնը վարչապետ եւ իր կառավարության երկու անդամներ ըստ էության հրաժարական տվեցին, որտեվ COVID-ի սահմանափակումների ժամանակ ստել էին, որ կորպորատիվ էին կազմակերպել, բայց հասարակությանը ստել էին, պատշաճ իրազեկում չէին տվել այդ մասին։ Դա դարձավ մեծ Բրիտանիայում մի հատ շատ մեծ սկանդալի թեմա։ Ի վերջո, Ջոնսոնի կառավարության կաբինետի անդամների կեսը հրաժարական տվեցին, ինքը էլ մեկ թագավորի կարգավիճակում էր մնացել, ի վերջո արտահերթ ընտրություններ նշանակվեցին։ Ուզում եմ ասեմ, այս քաղաքական պատասխանատվության չի կարող երկիրը ճակատագրական բացասական իմաստով շրջադարձ ունենալ, բացասական իմաստով մի հատ պատերազմի պատճառով երկրի քաղաքական կյանքում բան չփոխվի։ Այդ գիտեք, այդ շատ վատ բանի մասին է խոսում, խոսում է, որ դու պետական ինստիտուտների եւ նույնիսկ համարձակվեմ ասել, պետականության նկատմամբ անհրաժեշտ բավարար հարգանք չունես, պատկառանք։ Քաղաքացին այստեղ պատասխանատվության բաժին չունի ընդհանրապես։ Ունի, իհարկե ունի քաղաքացին պատասխանատվության բաժին, բայց այստեղ էլ եկեք միակողմանի չնայենք։ Իսկ ինչ պրոդուկտեր առաջարկվել հասարակության այդ քաղաքացուն։ Գիտեք, շարունակ կարող եմ ասել, որ այս բաժակը իր մեջի պարունակությամբ վատն է։ Բայց եթե մարդը ծարավի կարիք ունի, ծարավը հագեցնելու հարաժեշտություն ունի եւ դու ուրիշ բաժակ իրան չես առաջարկում, ավելի որակյալ բովանդակությամբ ստիպված խմելու է այդ բանը, այսինքն այստեղ պիտի նայել հասարակության պատասխանատվության խնդիրը իհարկե դա ֆիքսել, բայց մյուս կողմից հասարակությունը առաջարկված պրոդուկտների մեջ ընտրություն կատարողը ոչ թե պրոդուկտ ստեղծողը։ Հիմնական խնդիրը քաղաքական համակարգի պատասխանատվության դաշտում է։ Ես ընդհանրապես չեմ ուզում
Հիմա մեր քաղաքացիներին էլ ընդհանրապես ձերբազատենք պատասխանատվությունից, դա էլ անկեղծ մոտեցում չի լինի։ Ի վերջո խոհանոցներում անդադ բողոքող մի հատ հսկայական զանգված ունենք, բայց այդ բողոքը հենց գալիս է էլեկտորալ խողովակներով անցնում է, վերածվում է էլեկտորալ պատկերի, տեսնում ենք մեղմ ասած սպասելիից այլ պատկեր։ Այո, դե դուք էլ ես էլ օրինակ 2021 ընտրություններից առաջ հաստատապես ընտրությունների այն պատկերը, որ ստացանք, չէր համապատասխանում այն հանրային շիկացած տրամադրությունների, որ հետ պատերազմյան ամիսներին բոլորս տեսնում ենք։ Անցնենք այլ հարցերի, պարոն Սուրենյանց։ Հայաստանը փաստացի այս պահին պատերազմի սպառնալիքի ներքո չէ ու դրա մասին է խոսում իշխանությունը, եւ այս պայմաններում մենք մտնում ենք արդեն նախընտրական ամիսներ, սակայն քաղաքական օրակարգում հենց պատերազմ կամ խաղաղություն այս խոսույթն է, այսինքն սպառնալիք այդ ու ամենայնիվ կա, իշխանությունը ասում է չկա, խաղաղություն է, հանգիստ եղեք, բայց միաժամանակ ասում է, եթե ես չընտրվեմ, ապա որտեղ խաղաղություն չկա, ինքը ներքուս շատ լավ գիտի, որ դա ինստիտուցիոնալ կամ երաշխավորված խաղաղություն չի։ Ես հիմա մի քանի հատկանիշներ կարող եմ ասել, որը բացառում է ինստիտուցիոնալ խաղաղության գոյությունը։ Օրինակ, մենք չունենք խաղաղության պայմանագիր։ Եթե նույնիսկ ունենանք խաղաղության պայմանագիր, ինչ որ տեքստ կա, չէ՞, նախաստորագրված, չունենք միջազգային երաշխավորներ ու երաշխիքներ։ Այսինքն մի մարդու բարեկամքին է թողնված այդ խաղաղությունը, ըստ տվյալ դեպքում Ալիևի։ Կուզի խախտի այդ բանը, փաստաթուղթը, կուզի չի խախտի, բայց նույնիսկ այդ պարագայում միևնույնն է, ինքը չի ստորագրել։ Մենք ունենք Բաքվի բանտում պահվող հայրենակիցներ։ Երբ որ խաղաղությունը երկրների միջև հաստատվում, բոլորը մեկը մեկի դիմաց բոլորը փոխանակվում են, Հայաստանը այդ պարտաճանաչարել է, բայց չի ստացել մեր հայրենակիցների մի մասին։ Ունենք օկուպացված տարածքներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կիլոմետրի գերազանցող։ Էլի սա խաղաղության հատկանիշ չի։ Այս 3 պատճառներից նույնիսկ եթե մեկը առանձին վերցրած լիներ, անհետեթ կլիներ խոսել խաղաղության մասին, էլ ուր մնաց, որ 3-ն էլ կան։ Սա մեկ չպատերազմա, ոչ թե խաղաղությունա, դրանք շատ տարբեր բաներ են, բացարձակապես տարբեր բաներ են։ Չպատերազմ ըստ էության հրադադար է, չամրապնդված որևէ ինստիտուցիոնալ մեխանիզմով, տվյալ դա պարագայում այդ հրադադարը բոնուս է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այսինքն նրա արտաքին հովանավորները կլինեն իրենք Բաքվում, թե եվրոպական ինչ-որ մայրաքաղաքներում իր համար կոմֆորտ են ստեղծում վերարտադրելու իր իշխանությունը։ Սա մեկ։ Խաղաղություն պատերազմ հարցը շատ բնական է, որ պիտի քննարկվեր, այլ խնդիր է, որ իշխանությունը խեղաթյուրում է այդ պատկերը, իսկ իրան դիրքավորում է որպես խաղաղության կուսակցություն, այն դեպքում, երբ որ երրորդ հանրապետության պատմության մեջ եւ Նիկոլ Փաշինյան պատերազմ բառերը ամենանույնականն են կամ հոմանիշներ։ Ամենայն դեպս եթե նայես առաջի 3 նախագահներին ու ասենք Նիկոլ Փաշինյանին, փաստերն է, չէ՞ խոսում 2018-ի նրա ընտրությունն ու քաղաքականությունը բերել է պատերազմի, 2021-ին նրա վերընտրությունն ու քաղաքականությունը բերել է Արցախի կործանման, 2026-ին կոնին արդեն Հայաստանի Հանրապետությունն է կարծես թե դրված, որտեվ այլ բան չունենք այլևս զիջելու։ Իսկ մարդը, որը շատ նույնացել է պատերազմի հետ, պատերազմ տերմինի հետ եւ ավելին ասեմ, նախա պատերազմյան փուլում Աբգոնը արել բոլոր ոչ մի թիզականներին իր բազմաթիվ հայտարարություններով, չհիշեցնեմ, հիշում եք երևի, Արցախ Հայաստանը եւ վերջ, սկսում եմ զրոյական կետից, ծաղրում էր միջնորդներին, հիմա չեմ ուզում բոլոր դրվագները հիշեմ, բոլորը հիշում են կարծում եմ։ Հիմա այդ մարդը իրան դիրքավորել է խաղաղության կուսակցության դիրքերից ու պատերազմի կուսակցությունը համարում ընդ որում ողբերգություններն է, որ միջազգային ամենահեղինակավոր ամբիոններից մեկից, Եվրոպական խորհրդարանի ամբիոնից։ Պատերազմի կուսակցությունը որակում ոչ միայն քաղաքական ամբողջ ընդդիմության, այլ նաև մեր քաղաքակրթության արմատ եկեղեցու։ Այս հայտարարությունների մեջ մի քանի շատ վտանգավոր շերտ կա։ Առաջինը դա կապ չունի իրականության հետ, որտեղ ընդդիմադիր որևէ կուսակցություն
ընդհանրապես որևէ խոսույթ, հրապարակային հայտարարություն վարկագիծ չունի, որից բխի, որ օրինակ Սուրեն Սուրենյանցի հաղթանակի դեպքում բան ալնելու, երկրում պատերազմական վիճակ ալնելու կամ մեր սահմանների, որտեղ իմ խոսույթը մնացած բոլոր ընդդիմադիրների խոսույթը կներեք, բայց պատերազմի մասին չի։ Երկրորդը նույնիսկ արցախցիների վերադարձի հարց, եթե նկատել եք, որևէ ընդդիմադիր ուժ չի դնում այս բան, օրակարգում չկա նման հարց, որտեղ բոլորս դա ոչ իրատեսական ենք համարում այս պայմաններում, ինչ իմաստ ունի խաղալ մարդկանց էմոցիաների վրա, եթե այդ հարցը այս պահին եւ գուցե շատ միջնաժամկետ հեռանկարում անիրականանալի մի հարց է։ Օրինակ այս առումով կեղծիք է սա։ Երկրորդը, երբ որ դու ասում ես իմ ընդդիմությունը պատերազմի կուսակցությունն է, դու հաղթաթուղթ ես տալիս թշնամուն, տվյալ դեպքում Ալիևին։ Որտեղ մեր ներքաղաքական կյանքի ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն Ալիևը կարող է համարել ռևանշիզմի հաղթանակ ու միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ինչի՞ ես դու Եվրոպական խորհրդանի ամբիոնից կանաչ լույս վառում ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար։ Եվ երրորդը, Հայաստանում վեճը պատերազմ խաղաղություն հարթության վրա չի, խաղաղության մոդելների վեճ է։ Օրինակ ես իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում շատ հեշտ է քաղաքացիները հենց հիմա YouTube-ով կամ Google-ով կարող են իմ հարցազրույցները անել եւ կտեսնեն, որ ես միջև 44 օրյա պատերազմը 2012-13 թվականներից հետևողականորեն խոսել եմ փոխզիջումների հիմքով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին, ավելին ասեմ, են սակավաթիվ գործիչներից մեկն եմ եղել, որ Լավրովի պլանը պաշտպանել եմ հենց իր գոյության տարիներին, որտեվ այդպես եմ մտածել։ Հիմա տեսեք, վեճը հիմա Հայաստանում խաղաղության մոդելների մեջ է։ Մենք ասում ենք երաշխավորված խաղաղության մոդել է պետք։ Մենք, որ ես ասում եմ, իրավունք ունեմ ներկայանալու առաջարկ Հայաստանին ԲՀԿ թիմի անունից, որտեվ գիտեք, կոնսոլիդացվել ենք առաջարկ Հայաստանին ծրագրի շուրջ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ընդհանուր ցուցանակի ներքո, մենք չենք վիճարկում խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունը։ Ասում ենք դա պիտի լինի միջազգային մեխանիզմներով եւ միջնորդներով համալրված, որպիսի կողմերից որևէ մեկը, տվյալ դեպքում ավելի շատ հաղթող կողմը Ադրբեջանը, նոր պատերազմ անձազերծելու գայթակղություն չունենա։ Մենք ասում ենք քիչ թե շատ բալանս պետք է գտնել խաղաղություն հաստատելու համար, որովհետեւ բալանսն է խաղաղություն հաստատում, ոչ թե Ալիևի ինչ-որ երթում պատերազմ չսկսելու։ Մենք ասում ենք, որ դեմ ենք միակողմանի նվաստացուցիչ զիջումներին, որտեղ դա պերմանենտ կապիտուլյացիայի ռեժիմի մեջ է մտցնում Հայաստանը։ Բայց մենք նաև ասում ենք, որ միջազգային որևէ պարտավորություն Հայաստանի ստանձնած չենք վիճարկում եւ իշխանություն լինելու պարագայում չենք հրաժարվելու երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից, այլ փորձելու ենք եղած իրավապայմանագրային բազայում գտնել Հայաստանի համար դրական սողանցքներ կամ մանևրելու հնարավորություն։ Ավելի շահեկան վիճակ։ Այո, վերաբանակցելու ձևով, նոր հնարավորություններ ստեղծելու, այսինքն ոչ թե եղած պայմանավորվածությունները չեղարկելու։ Այս առումով օրինակ մենք ոչ սուր ենք ճոճել նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ, որի դեպ դերևս գործում է, որտեղ ստորագրությունները որևէ մեկը հետ չի կաշել։ Ոչ թրիփի դեմ ենք սուր ճոճել։ Փորձել ենք մեր այլընտրանքային առաջարկներով լավարկել այդ երկու մեր համար պարզ ասենք ոչ նպաստավոր փաստաթղթերը։ Այսին բոլոր ասածներից դուք երևի պատերազմի անգամ փոքր ակնարկ չտեսաք կամ պատերազմ անձազերծելու, որտեղ այս արկածախնդիր չէ եւ համարում եմ, որ Հայաստանին մի քանի տասնամյակ առնվազն ներքին համերաշխություն եւ սահմանների խաղաղություն է պետք, որովհետեւ այս երկրի այս խեղճությունը կարողանա հաղթահարել եւ այլն եւ այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանի արածը, բանակցածը, այն մոդելը, որով ինքը ձգտում ադրբեջանցիների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության մասին չի։ Շարունակ մի բանը զիջում ես, այլ բան են ուզում։ Հետո այլ բան են ուզում, հետո այլ բան, այսինքն դու պերմանենտ հայտնվում ես մի հատ ցիկլի մեջ, տեսեք հետ պատերազմյան փուլում իրանք ինչքան բան են ստացել։ Գորիս Կապան ճանապարհ,
Ոչ իման դիմացի չեն տվել։ Նու այդ օկուպացված տարածքները ասեցի, անկլավների հարցը տեղից չի շարժվում, որտեղ բոլոր անկլավները հետ են պահանջում։ Սահմանազատման որոշակի Այո, հատվածի այդ 12 կիլոմետր արել են ու կանգ առել, որովհետև մնացած բոլոր տեղերում Ադրբեջանի կոշտ պահանջների դեմ հանդիման են կանգնել, իսկ այս նախընտրական փուլում դա դադարեցրել են, որ ռեպուտացիոն վնասներ Նիկոլ Փաշինյանի համար չլինի։ Անկլավներ, փախստականների վերադարձ, այսպես կոչված, սահմանադրության փոփոխություն, այդ փախստականներն էլ հետեկան կասկած չունենակ պահանջելու են, որ սահմանադրորեն եւ օրենսդրորեն իրանց իրավունքների պաշտպանության ուղղված ինչ-որ բաներ ընդունենք, ասենք իրանց լեզուն, երկրորդ լեզու ճանաչենք, չգիտեմ, պետական մարմիններում իրանց ներգրավվածության հարց լուծենք, այսինքն պարզա չէ, ինչ եմ ասում։ Սա խաղաղության մոդել չի։ Սա միակողմանի զիջումների սողացող կապիտուլյացիայի մոդել է։ Ընդհանրապես մենք այս վիճակին ենք դեմ։ Սա չի նշանակում, որ եթե խաղաղության վատ մոդելը քննադատում ենք, դրա այլընտրանքը պատերազմն է։ Չէ, դրա այլընտրանքը ավելի բալանսավորված լուծում գտնելն է։ Հայաստանը այս պահի դրությամբ ընդհանրապես դաշնակից ունի, պարոն Սուրենյան։ Ոչ։ Այստեղ ամենացավոտ բայց ամենակարևոր հարցն եք տվել։ Իսկապես Հայաստանը դաշնակից չունի։ Այստեղ էլ ստիպված պիտի խոսենք այս իշխանության աննախադեպ մի տաղանդի մասին, երևի հասկացաք, որ տաղանդ բառը, գուցե նաև աննախադեպ բառը ճակերտների մեջ է պետք վերցնել։ Ինչի՞ եմ նման կներեք համարձակ պնդում ազնում, որովհետև տեսեք, հատկապես պատերազմից հետո մի հատ մոդայիկ զրույց դարձավ ու իշխանություններ գեներացնում է այդ խոսակցությունը, որ Ռուսաստանը վատ դաշնակից է։ Չի կատարում իր պարտավորությունները։ Իհարկե Ռուսաստանին ուղղված բազմաթիվ հարցեր կա։ Ձեր մոտ էլ կա, իմ մոտ էլ կա, մեր հասարակության մոտ էլ կա, մեր տարբեր քաղաքական եւ հարային էլիտաներում էլ կան այդ հարցերը, բայց ես կողմ եմ, որ դաշնակիցների այդ հարցերը քննարկվեն փակ դռների հետևում առանց հրապարակային սկանդալների, որտեվ երկու դաշնակից աշխարհում չեք կարող գտնել, որոնց հարաբերությունները սիմետրիկ են, նախ բոլոր դեպքերում դրանք ասիմետրիկ են լինում։ Եվ երկրորդը, որ այդ հարաբերությունները անամպ են ու խնդիրներ չեն առաջանում։ Օրինակ, այս 3 օրա Թրամփը տարբեր ձևերով պահանջում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, որ միասին Հորմուզի նեղոցը ազատեն իրանական ներկայությունից, ինչպես տեսնում եք, բոլորը կամ չեն արձագանքում, կամ մերժում են։ Կամ էլ հետաձգում են պարզապես։ Կամ էլ հետաձգում են։ Ինչպես Բրիտանիան հայտարարեց։ Տայմերի հայտարարություն, այո։ Հիմա տեսեք, Ռուսաստանը իսկապես ամենահուսալի դաշնակիցը չի։ Բայց մենք մի հատ մոլորություն ունենք։ Ռուսական անվտանգային, թեկուզ անկատար անվտանգային համակարգը համեմատում ենք ոչ թե դրա չգոյության հետ, այլ մի հատ ինչ-որ իդեալական անվտանգության համակարգի հետ, որը բնության մեջ չկա։ Բայց մենք դրա չգոյության հետ պետք է համեմատենք։ Որտեւ իդեալական անվտանգային համակարգ չի լինում։ Արդյոք մենք ավելի անպաշտպան չենք լինի, որ եթե այս անկատար համակարգն էլ չլիներ։ Իհարկե ավելի անպաշտպան կլինենք։ Որովհետև տեսեք, անվտանգության համակարգը կամ երաշխիքները, այն հայտնի ինչ էր կոչվում, այդ հայտնի կայքը, որով բնակարաններ բան են փնտրում։ Լիստը չի, որ հայտարարություն տաս գտնես, հա, մեկը քեզ առաջարկի կամ դու գնես։ Անվտանգության երաշխիքները շատ կոնկրետ բան է։ Ես ընդհանրապես մի հատկանիշ ասեմ, կա որևէ երկիր, որ պատրաստվի պատասխանատվություն ստանձնի Հայաստանի պաշտպանության համար, այն դեպքի համար, երբ որ մեր հակառակորդները Ադրբեջանը կամ Թուրքիան կհարձակվեն Հայաստանի վրա։ Վստահաբար չկա այդ երկիրը։ Իրանը կար մինչ այս վերջի դեպքերը։ Ուրեմն Ռուսաստանը եւ Իրանը իրանց բոլոր թերություններով միակ երկրներն են, բայց Իրանը չունի այդ կարողությունը։ Շատ անկեղծ լինենք, միջև այս պատերազմը լինքդուրին այդ կարողությունը չի ունեցել։ Ամբողջովին քո անվտանգությունը երաշխավորելու, օբյեկտիվորեն այդ երկիրը Ռուսաստանն է, եթե նույնիսկ մենք բազմաթիվ օբյեկտիվ վերապահումներ ունենք մեր ռուսաստանցի գործընկերների նկատմամբ։ Այս բառերի հեղինակը, այսինքն ես, փակ հանդիպումների ընթացքում ռուսական քաղաքական փորձագիտական շրջանակների հետ շատ սուր էս հարցերը դնում եմ։ Բայց այդ մնում է մեր փակ հանդիպումների ֆորմատի մեջ, ռուսաստանցի խոսակիցներս էլ
մի մասով համաձայնվում են, մի մասով իրանց հակափաստարկներ են բերում, միջալոց իրանք էլ կարող են հակափաստարկներ բերել ուկրաինական պատերազմից բխող բազմաթիվ մեզ տեսանելի եւ ոչ այնքան տեսանելի նրբություններ կան, որոնց հետ մենք չենք կարող հաշվի չնստել։ Ի վերջո։ Եվ բայց մենք հրաժարվեցինք անկատար անվտանգության համակարգից, չստացանք անվտանգության երաշխիքներ արևմուտքից, արդյունքում հայտնվեցինք թուրք-ադրբեջանական ակցիոնի մեջ։ Հետևանքը սա եղավ։ Այո, Հայաստանը խոցված թույլ սուբյեկտությամբ պետական թույլ ինստիտուտներով մի պետությունա, որ զարմանալիորեն իր իշխանության թեթև ձեռքով ամեն ինչ արել է, որ դաշնակից չունենա։ Աբսուրդ է գուցե հնչում ասածս, բայց գիտեք, այն ռազմավարական համագործակցության պայմանագրերը, որ բազմաթիվ երկրների հետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է, այդ թվում Միացյալ Նահանգների հետ, ես ուզում եմ մեր հեռուստադիտողի համար ասեմ, ամոթա դրանք դաշնակցային հարաբերության տակ ժողովրդի վրա ծախել է, վերջը չի կարելի էլ այդքան անբարեխիղճ լինել, դրանք գործընկերային հարաբերություններ են տարբեր բազմաշերտ, տարբեր մակարդակ ունեցող, բացարձակապես առանց անվտանգության երաշխավորման կոմպոնենտի։ Դուք նկատի ունեք, պարոն Սուրենյանց, նաև Թրամփի նախորդ վարչակազմի վերջին ամիսներին այդ ստորագրված նույնիսկ Թրիփի նկատի ունեմ։ Թրիփը անվտանգության երաշխիքի մասին պրոյեկտ չի։ Եթե կուզեք Թրիփը ընդհանրապես Հայաստանի մասին չի։ Թեև Հայաստանի տարածքնասակարկության առարկա։ Թրիփը կենտրոնական Ասիայի ռեսուրսները Ռուսաստանը եւ Իրանը շրջանցելով Եվրոպա հասցնելու մասին է։ Այդ արանքում կներեք քո երկրի տարածքը կմեծանա, կփոքրանա, արևմուտքի քո գործընկերների համար ոչ մի արժեք չունի։ Բայց Թրիփը ոնց կարա լինի մեր պետականության հարատևության երաշխիք, ինչպես ծույլիկ աշակերտի պես կրկնում էր մեր երկրի վարչապետը։ Լավ, այդքան չիմացություն դիվանագիտության կամ եթե իմացություն կա, նենգա փոխված հասարակության վրա ինչ-որ բան վաճառելու կներեք արկածախնդրություն ես հələ որևէ առաջնորդի մոտ չեմ տեսել։ Պարոն Սուրենյանց, այս ներքին քաղաքական օրակարգերի ձևավորման մեջ արդյոք առաջատարը գործող իշխանությունը չէ։ Ձեր գործընկեր շատ փորձագետներ, քաղաքագետներ նշում են, որ օրակարգը ներկայիս թելադրում է Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ կուսակցությունը։ Ես այդ իմ գործընկերներին դժվար կարողանամ առարկել, լինելով ընդդիմության ամենահայտնի գործիչներից մեկը, ամենաշատ եթերներում հայտնվող սպիկերներից մեկը, ես պիտի առնվազն անհաջող դեմագոգի տպավորություն թողնեմ, որպեսզի առանց փաստարկի հակադրվեմ հարգարժան գործընկերների պնդումներին։ Տարբեր նմանակումներով ու կապկումներով հենց Փաշինյանն օրակարգ ձևավորում։ Հա, կերպարը երբ որ նայում ես, շատ հաճախ պետության վարկաբեկման մասին է։ Սկսած դրես կոդից վերջացրած, ասենք, վարկագծով։ Բայց միևնույնն է ինքն է թելադրում օրակարգ։ Հիմա էլ նոր օրակարգի ձև ենք թելադրման, ուրախ ավտոբուսը, այդ որը նման է խրախճանքի ժանտախտից առաջ։ Այդ իրանց երաժշտությամբ, չգիտեմ։ Բայց միևնույնն է, ամբողջ երկիրը դա է քննարկում։ Նիկոլը ոնց կուկուռուս կերավ, բերաշկի ոնց կերավ։ Իրենք դրա հիմնավորումը ունեն։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այո, մենք նախապատրաստվել ենք, այնտեղ մեր հարևանությամբ խոշոր մեծամասշտաբ պատերազմ է, բայց մենք դա կանխատեսել ենք եւ այլն, նախապատրաստվել ենք դրա համար, ես հիմա այսքան հանգիստ եմ։ Հանգիստ բերաշկի եմ ուտում։ Մարդը հանգիստ այլ կարիքներ էլ է բավարարում, դե էլ գրեկ ձևով տեսանկարի սարքի հասարակության սեփականությունը, այդ ինչ ասենք ասելու բան է։ Ոչ մեկ իրան չի ասում հաց մի կեր։ Ինչ ուզում ես կեր, քաֆլիցի հետ, ցանկացած մարդու իրավունք է։ Բայց ինչ պարտադիր է յուրաքանչյուրս մեր հաց ուտելը կամ
ոչ հրապարակային կյանքի ինչ-որ դրվագներ դարձնենք հասարակության սեփականությունը։ Ընդ որում, երբ որ դա արվում է բավականին անճաշակ մատուցում։ Սա մեկ։ Երկրորդը ինքը ոչ թե ամեն ինչ արել եւ կանխատեսել է, այլ հայտնվել է մի իրավիճակում, որ իրանից ոչինչ կախված չի։ Իրան ով է հիշում, որ էս Իրանի եւ Միացյալ Նահանգների դիմակայության մեջ այս ընթացքում Պեզեշքյանը առնվազն 2 անգամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, Պուտինն էլ է մի անգամ Ալիևի հետ խոսել, ես չեմ հիշում, որ Փաշինյանին հիշեն այդ առումով, եթե ինքը ինքնախոստովանական հայտարարություն անում առայն, որ երկիրը հասցրել է այն վիճակի, որ պերաշկի կուկուրուզ ուտելուց բացի ղեկավարին այլ բան չի էլ մնում, համաձայն։ Դա բայց ոչ թե նրանից է, որ մեր ապահովությունը շատ երաշխավորված է, թե ինքն էլ կարա պերաշկի էլ ուտի, լողի էլ գնայեց անիվել, քշի, այլ նրանից է, որ սուբյեկտություն դու չունես, թողնված ես բախտի քմահաճույքին։ Եվ երևի գերադասել է պերաշկի ուտելով հումորի առարկա դառնալ, քան որևէ հայտարարությամբ Հայաստանը ավելի ծանր վիճակի մեջ դնել էս պատերազմում։ Մեկ-մեկ ինձ նույնիսկ այդպես է թվում, բայց ցավոք սրտի, այո, իշխանությունը օրակարգ թերադրողն է առայժմ, եթե մինչև ապրիլի սկիզբ էս իրավիճակը արմատապես չփոխվի, այսինքն ընդդիմությունը չդառնա երկրորդ համարից չտեղափոխվի առաջի համար եւ ձեռքը չվերցնի օրակարգ թելադրելու այդ շատ կարևոր նախաձեռնությունը, ստատուս քվո չի կարող փոխվել եւ հունիսի 7-ին հրաշք չի լինելու։ Թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թե ընդդիմությունը եւ մյուսները իրենց հաշվարկներ ունեն անգամ քվեարկության վերաբերյալ, դե նախահաշվարկների մասին է իհարկե խոսքը։ Ինչ եք դուք դիտարկում այս պարագայում։ Այսինքն այդ 65%-ի նկատի ունեք։ Դե ԿՊ-ն բարձրաձայնում է, որ ասում է 65%-ը մերն է, ուժեղ Հայաստանը նշում է, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, մյուսներն էլ այդպիսի, որոշ հայտարարություններ լսել են։ Մենք ավելի ռացիոնալ եւ ավելի իրատեսական գնահատականներ ենք հնչեցնում։ Մենք որ ասում եմ առաջարկ Հայաստանին նկատի ունեմ, մենք ասում ենք մենք լուրջ դերակատար ենք լինելու ապագա խորհրդարանում եւ մասնակցելու ենք նոր իշխանության ձևավորմանը։ Այդ նման հայտարարություն մենք անում ենք, բայց տոկոսների աշպարարություն չենք անում, ոչ էլ կանխորոշում ենք հասարակության դերևս տեղի չունեցած քվեարկությունը։ Ես կարծում եմ քաղաքական ուժերը մի քիչ պիտի իրատեսական լինեն եւ նաեւ մի քիչ ռեալիստական տրամադրություններ հաղորդեն հասարակությունը։ Կարևոր չի քո նշաձողային պատկերացումը հասարակության համար։ Հասարակությանը հետաքրքիր է դու ինչ ես առաջարկում։ Մնացած ինքը հասարակությունը կորոշի։ Իշխանության 65%-ը որևէ կերպ փաստահեն չի, այսինքն սոցիոլոգիայով չի հիմնավորվում, որևէ կերպ, որևէ, նույնիսկ իրանց առած հարցումներով տարբեր։ Դա մի ամբարտավան հայտարարություն է, որից ավելի շատ կեղծիք անելու, ընտրությունները կեղծելու մտադրության անուսավորում է հիշեցնում, քան քաղաքական ինժեներիա, հա, էլի համարձակությամբ պնդեմ, որտեղ 65% որևէ պարագայում այս իշխանությունը չի կարող ստանալ, եթե գործին չմիջամտեն ռեպրեսիաները, ֆիլտրումները, ընտրակեղծիքները, վարչական ռեսուրսը եւ այլն։ Հետևաբար պետքա զգուշանալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից, որտեղ նկատի ունեցեք ինքը գործադիր իշխանության ղեկավարը, իր խոսքը հրանք կարող է դիտվել մի շարք մարմինների համար, որոնք նաև ընտրությունների կազմակերպման հարցում ինչ-որ դերակատարություն ունեն։ Մնացած ընդդիմադիրների կանխատեսումներին եկեք կորպորատիվ համերաշխությունից ելնելով առանձնապես չանդրադառնամ։ Ես չեմ սիրում կանխորոշող հայտարարություններ, մանավանդ որ սոցիոլոգիական կոնկրետ փաստերով դա ինչ չեն համոզում։ Բայց ես
Էլի կասեմ, որ առաջարկ Հայաստանին ծրագիրը քաղաքական դաշտի ամենառացիոնալ եւ ամենապոպուլյար տրենդն եմ ես համարում։ Բայց թույլ տվեք տոկոսային նշաձողային կանխատեսումներ չանեմ, դա մեր պես պատշաճ քաղաքական ուժին սազական չի։ Հասկացա։ Մենք մոտեցանք մեր զրույցի ավարտին եւ վերջին հարցը պետք է նախ տարածաշրջանին եւս մեկ անգամ անդրադառնանք։ Դուք նշեցիք, թե մոտավորապես ինչ է տեղի ունենում։ Տեսեք, նաեւ իշխանություններին մեղադրում են, որ Իրանին հումանիտար օգնությունը ուշացրել են։ Երկու պատերազմ դեռևս ինչու պատերազմի սկզբից ի վեր այս արդեն անցած 2 շաբաթ եւ մի բան էլ ավել այս ժամանակահատվածում կարծես ուշացավ, չնայած ցավակցություններ եղան առաջի օրերին այն դպրոցին հարվածից հետո, թե արտգործնախարարությունից, թե կառավարության ղեկավարից, բայց երբ որ նայում են տարածաշրջանում ասում են, տեսեք, Ռուսաստանը արդեն ուղարկեց, Ադրբեջանը այս լարվածության ֆոնին, բայց ուղարկեց ինչ որ այդպիսի դրվագներ, ապա անմիջական հարևաններից մեկը եւ բարեկամ իրեն համարող հարևաններից մեկը ինչու չի ուղարկում, որոշներ նշում են, դե Միացյալ Նահանգների հետ կապված այնտեղ հարց կա, դրա համար Նիկոլ Փաշինյանը չի շտապում։ Այնքան խղճուկ վիճակում է հայտնվել, որ նույնիսկ այդ քաղաքավարական քայլերը անելուց, որտեղ դա քաղաքավարական քայլեր են ըստեյության, անպայման իմ կարծիքով փորձում է ստանալ Միացյալ Նահանգների համաձայնությունը։ Խամենեի ողբերգական մահից հետո բավականին մեծ ուշացումով արձագանքեց Հայաստանը, երբ որ մի քանի րոպե հետո արդեն Ալիևի ցավակցական հեռագիրը կար, որը շատ ավելի սերտ հարաբերությունների դեպ ունի Միացյալ Նահանգների հետ։ Բայց սուբյեկտը ինքնուրույնություն ունի եւ նա կներեք ժողովրդական բառի համար որևէ աշխարհակաղակական կենտրոնի աչոտ տալու խնդիր չունի։ Եվ անում այն ինչ որ համարում է, որ իր քաղաքականության տեսակետից երկրի ճիշտ է։ Նույն ձևի, եթե հիշում եք, թե 1-2 տարի առաջ, հիմա ստույգ տարեթիվը իհարկե չեմ հիշի, Թուրքիայում եղավ երկրաշարժ եւ Հայաստանը առաջիններից մեկն էր, որ շատ արագ հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա, գիշեք Մարգարայի կամուրջը այդ նպատակով բացվեց եւ այլն։ Եթե ես ճիշտ եմ հիշում, 2 նույնիսկ խմբականակ։ Այո, 2 խմբականակ։ Բայց Թուրքիան մեզ թշնամի երկիր էր, իհարկե որևէ մեկը եթե ունի հումանիտար օգնության կարիք, դատապարտելի չի, որ Հայաստանը արձագանքեց արեց, բայց այս դեպքում ապաղելը միայն մեկ բացատրություն ունի։ Միացյալ Նահանգների տերերից թույլտվություն չեն ստացել։ Սա այնպես խոսում է, այդքան ինքնիշխանության մասին խոսում է Փաշինյանը, բայց տեսեք ինչ խղճուկ վիճակում ենք։ Հարևանին օգնելու համար հերավոր տեղում ապրող մի բարեկամից երբեք թույլտվություն մենք չենք ստանում։ Հենց կենցաղին մեր հարևանը ամենահարազատ մարդկանցից մեկն է, չեմ անավանդ մեր միջավայրում։ Կենցաղից սկսած մինչև բարձր քաղաքականություն։ Հետևաբար սա այս լավագույն ցուցիչն է Հայաստանի այսօրվա խեղճության։ Մանավանդ այս պարագայում բոլորիս համար ակնհայտ է, որ Իրանը ագրեսորի կարգավիճակում չի։ Իրանը ինքն է ենթարկվել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիվ հարձակմանը։ Իրանի հասարակությունն է առաջին հերթին թիրախում եւ տուժում են հազարավոր անմեղ մարդիկ, եթե չասեմ միլիոնավոր։ Իրան ունեցել է խիստ այնպիսի դիրքորոշում, որը մեր համար դրական համատեքստած ձևավորել տարածաշրջանում։ Ասենք նաև Իրանին ենք պարտական, որ միջև հիմա Զանգեզուրի միջանցք չի եղել։ Եվ այլն եւ այլն։ Բայց իշխանությունները զուր են նման միակողմանի հաշվարկներ անում, որովհետեւ իմ խորին համոզմամբ թրիպ այլևս գոյություն չունի, այլևս ակտուալ չի։ Հետևաբար իրանք էլի բոլոր ձվերը դնում են մի զամբյուղի մեջ այն դեպքում, երբ որ զամբյուղը ընդհանրապես մեր հետ այլևս կապ չունի։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյանց։ Armenia Today հաղորդաշարի հերթական հյուրն էր քաղաքագետ դեմոկրատական Այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։